Մամելի կգանք։ Մայրիկն այո էր ասում, հավանել էին ներկայացումը։ Երևանի կրկեսում 13 տարի անց ներկայացում է բեմադրվել։ Թատերական կրկեսային Էթերնիա նախապրեմիերային ներկայացմանը հատուկ հյուրեր էին հրավիրված։ Հաշմանդամություն ունեցող քաղաքացիներ, բազմազավակ սոցիալապես անապահով ընտանիքներ եւ արցախցիներ։ Նրանք կրկեսում էին վայելելու բացառիկ պահերը։ Շատ լավ ներկայացումը, շատ դուր եկավ, սիրուն գիմնաստիկաներ էին անում։ 4 տարեկան Անուշիկը կրկեսում էր մայրիկի, տատիկի ու եղբոր Տիգրանի հետ։ Հրճված նայում էր, բայց Տիկը քնած էր։ Ես եմ զարթնած բանը նայում էր։ Ինչ տեսար։ Իսկ հավանեցի՞։ Առաջին այցելուներից էին Էթերնիա ներկայացման պրոդյուսերն ու գլխավոր ռեժիսորը։ Յուրաքանչյուր համարի հետ անհանգիստ դիտում, ցուցումներ էին անում։ Վերջում ծափահարում արտիստներին, որոնք աշխարհի տարբեր երկրներից են Հայաստան ժամանել։ Это 100%, но на самом деле даже на мировом уровне это очень современное сооружение. Здесь используется очень много самых последних, самых новейших технологий. Очень много сделано для удобства зрителя, для безопасности зрителя. Очень многое сделано для удобства работы артистов, для того, чтобы цирк был безопасен для артистов в том числе. Գաղտնիքներ ունի ներկայացումն ու կարևոր ասելիք, բայց թե ինչ չի ասում ռեժիսորը։ Այո, ինտրիգ է պահում։ Հայաստանում յուրահատուկ զգացողություն ունի։ Մշակույթը, մարդիկ ուրիշ են, ոգեշնչող։ У каждой страны есть свое лицо, как у каждого человека, потому что для меня страна это не просто кусок земли на карте. Страна это личность, страна это живое существо. И вот Армения это очень живое и очень близкое моему сердцу. Երևանի կրկեսը վերանորոգելու համար 13 տարվա ընթացքում 55 միլիոն դոլարի ներդրում է կատարվել։ Հրավիրել են միջազգային մասնագետների, փորձագետների, կրկեսի այսօրվա տեսքն ապահովելու համար։ Կրկեսը վերաբացելով Հայաստանում 300 նոր աշխատատեղ է բացվում։ Բայց մի խնդիր կա։ Այդ 300 աշխատատեղերը շատ սպეციფიկ են մեր շուկայի համար, այսինքն մինչ այդ միգուցե նաև շատ այս տիպի աշխատատեղեր գոյություն չեն ունեցել։ Իսկ նոր մասնագիտություններ են ընդհանուր հայտնվում Հայաստանում եւ մենք առաջիններն ենք, ովքեր որ նմանատիպ մասնագետներ ենք ստեղծում շուկայի համար։ Հրաչյա Արշակյանի խոսքով Հայաստանի կրկեսը լավագույններից է աշխարհում եւ համոզված լավագույնը տարածաշրջանում։ Այստեղ մեկտեղել են նորարար տեխնոլոգիաներն ու արտիստական կազմը։ Տաշիր արենայի տնօրենի համար հետադարձ կապն է կարևոր հանդիսատեսի հետ։ Մարդկանց հիացած դեմքերը։ Անիա Բաղյան, Մհեր Դավթյան, ABC Media։ Բաժանորդագրվեք YouTube-ի մեր ալիքին, հետևեք մեզ Facebook-ում, Telegram-ում, Instagram-ում, WhatsApp-ում եւ TikTok-ում կամ այցելեք 3w abcmedia.am պաշտոնական կայք։